Բարև ձեզ, ձեր էկրաններին Դիգնիսի փոդքասթն է։ Այս տաղավարում մենք զրուցում ենք կառուցապատման եւ դրան առնչվող տարբեր թեմաների մասին։ Մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այսօրվա իմ հյուրը Ջախրուկ մշակութային հասարակական կազմակերպության համահիմնադիր Անահիտ Մխիթարյանն է։ Բարև ձեզ Անահիտ, շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում այսօր։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Անահիտ, եկեք սկսենք նրանից, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ 2019 թվականի սեպտեմբերի 4-ն էր այդ ճակատագրական օրը, երբ դուք մուտք գործեցիք Խարբերդի մասնագիտացված մանկատուն։ Իրականում այդ օրը շատ դժվար է մոռանալը, որովհետև միշտ քույրս Աննան է շատ լավ ներկայացնում այդ ամեն ինչը, ոնց ստացվեց գնալը, հոգու քաղցով ինքը մի հոգեվիճակ է, երբ որ դու պետքա գնաս ինչ-որ միտեղ ու մենք շատ փորձեր կատարեցինք խնդրով, առողջական խնդիրներով երեխաների հետ աշխատանքներ տանելու, բայց ի սկզբանե ճանապարհը Խարբերդի մասնագիտացված մանկատունը չէր, ուղղակի շատ հանգամանորեն ստացվեց այնպես, որ մենք հայտնվեցինք Խարբերդի մանկատանը ու ասեցինք, թե մի փոքր նվագենք երեխաների համար, ծանոթացնենք, դա ճակատագրական եղավ մեզ համար, պլանավորված չէր ոչինչ, ստեղծել մշակութային կենտրոն, փառատոն, բացարձակ ոչինչ, ուղղակի երեխաները ասեցին, «Վայ, ինչ լավ գործիքներ ա, մենք էլ կարող ենք երգել, մենք էլ կարող ենք նվագել», ասում ես, «Հա, իհարկե կարող ես, բայց դու չես կարող ասել, իհարկե կարող ես ու թողնել գնալ», եւ արդյունքում ստացվեց այն, ինչ որ ունենք այսօր։ Այդ Ջախրուկ մշակութային կենտրոն, Ջախրուկ էթնո-երաժշտախումբ, արդեն նաև Ջախրուկ միջազգային փառատոն, ո՞րն է հաջողության հասնելու գաղտնիքը։ Շատ հոգով աշխատելը։ Երբ որ կա այդ նախադրյալը, ցանկացած պլան, երբ որ գծում ես, իրականում մեզ մոտ ավելի շատ գիտեք, Ջախրուկում երազանքներ են, որոնք քայլ առ քայլ մոտենում ենք մենք այդ երազանքներին։ Անգամ երեխաների այսօր հասնել իրենց ողջ մենահամերգային ծրագրին, որ իրենք նվագում են, դրանք ինչ-որ պլաններ չէին, որ մենք նախագծեցինք ու հասանք այդ նպատակներին։ Յուրաքանչյուր մի ձեռքբերում, յուրաքանչյուր աճ երաժշտական, կատարողական առումով, դրանք բոլորը մեզ համար ձեռքբերումներ են, նրանք երազանքներ են, որոնց քայլ առ քայլ հասնում ես, որովհետև մենք առնչվում ենք ոչ ստանդարտ խնդիրների։ Չնայած այդ ամենը մեզ համար յուրահատկություններ են, առանձնահատկություններ են։ Երբ որ խնդրին մոտենում ես այդ տեսանկյունից, դրանք առավելություններ են, որոնք որ փորձում ես արդեն արվեստի մեջ իր ճիշտ տեղը գտնել ու արդեն յուրահատուկ լուծում, յուրահատուկ շունչ հաղորդել այդ ամեն ինչին։ Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք, սա հենց այն գաղափարախոսությունն է, որ դրել եք ձեր ողջ գործունեության հիմքում։ Իրականում դուք տալիս եք այդ հոգու թռիչքը, թե այն կա, դուք այն զարգացնում եք, դուք այն գտնում եք, բացահայտում եք միգուցե դա։ Ձեր բոլոր թվարկածները, որտեղ իրականում ամենակարևորը հոգու թռիչք ունենալն է, յուրաքանչյուրիս կյանքում իսկապես պետք է հոգու թռիչք ունենաս, երբ որ դու ունես այդ զգացողությունը, այդ զգացումը հոգիդ ճախրում է, յուրաքանչյուր խնդրի, յուրաքանչյուր երազանքի, յուրաքանչյուր նպատակի դու ուրիշ լուծում ես տալիս, ուրիշ շունչ ես տանում քո արած ամեն բան, մենք դա յուրաքանչյուր պահի ապրում ենք, մենք դա զգում ենք ու մենք փոխանցում ենք այդ հոգու թռիչքը, մենք ապրեցնում ենք։ Ջախրուկը իրականում իր մեջ այդ ուժը կրում է, որովհետև երբ որ Ջախրուկից ես խոսում եմ, դժվարանում եմ, որովհետև ինքը մշակութային կենտրոն չի, փառատոն չի, էթնո-երաժշտախումբ չի, չգիտեմ, Ջախրուկը մի անտեսանելի բան է, որ ես զգում եմ տարածության մեջ։ Ջախրուկը իր մեջ այդ փիլիսոփայությունն է կրում մեզ համար։ Ջախրուկը ուղղակի այդ ապրումները ունենալուց հետո ստեղծվեց մեր մեջ, մեր երևակայության մեջ,
ու տվեցինք իրեն որոշակի առումով տեսանելի ինչ որ մի բան, որ սա ճախրուկն է, բայց իրականում ճախրուկի հետ առնչություն ունեցողները ճախրուկը յուրովի են գտնում իրենց մեջ ու յուրովի են ճախրուկի բնութագիրը տալիս ու բացատրում։ Խարբերդի մասնագիտացված մանկատունը փակ հաստատություն է։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչ խնդիրներով երեխաների եւ ոչ միայն չափահաս եւ անչափահասների հետ եք դուք առնչվում, սա նաեւ որոշակի իմաստով սոցիալական շփման սահմանափակումներ է ենթադրում իրենից, երբ դուք կազմակերպում եք այս բոլոր միջոցառումները, արդյոք հանրային վերաբերմունքը լինում է այն, ինչ դուք սպասում էիք։ Հաստատությունը պատկանում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ իսկապես ինքը փակ հաստատություն է եւ բնակվում են այնտեղ ծանր առողջական խնդիրներով երեխաներ, թե ֆիզիկական, թե մտավոր խնդիր ունեցող չափահասներ եւ ճախրուկը այնինչ որ տալիս է մարդկանց, երբեմն գիտեք, պետք է չսպասես ավելին, որովհետև դու չես պարտադրում, գիտես, ճախրուկը սա է եւ դու պետք է ճախրուկին տեսնելուց հետո քո մոտ ինչ բաները փոխվի, դա արդեն դառնում է մեկ այլ ուրիշ բան։ Երբ որ դու ներկայացնում ես երեխաները իրենց դրսևորում են արվեստի միջոցով, դա շատ մեղմացնում է, որովհետև հասարակությունը շատ հեշտ չի իր համար շփում այդ երեխաների հետ եւ արվեստի միջոցով այդ կապը ստեղծելը շատ մեղմացնում է այդ խնդիրները ու պետք չի դու սպասես այդ արձագանքին, ինչ որ մեկնաբանությունների սպասես, որովհետեւ երբեմն կարծիքները շատ ավելի քո սպասածին համապատասխան չեն լինում ու մենք մի քիչ շատ անձնական վիրավորանք չասեմ, ամեն դեպքում ըստ մեզ պետք է այդ երեխաներին ընդունեն այնպես, ինչպես մենք ենք ընդունում, որովհետև իրենք մեզանից ոչինչով չեն տարբերվում։ Եթե մենք սովորեցնեինք իրենց վերաբերելով որպես ես ուսուցիչ եմ, դու աշակերտ ես, ես քեզանից առավել եմ, դու ինձանից պակաս ես, մենք այս արդյունքը չէինք ունենա։ Ու իրականում ոչ թե սա խոսքեր են, որ մենք երբեմն խոսում ենք, ոյ գիտեք հավասարություն եւ այլն, չէ, դա իրականում այդ ամենը պետք է ամփոփվի քո ասածի մեջ այդ ուժով, որը իսկապես համապատասխանում ես դու քո ասածին։ Այդ պարագայում փոխանցվում է նույնիսկ հենց այդ ուժը ու քո կարևոր ասելիքը, բայց պետք չի մտածես, թե արդյոք իմ ասելիքը հասավ տեղ ու ես ինչ որ պատասխանի եմ սպասում։ Դու արա քո գործը, ասելիք ինքը ճիշտ տեղին կհասնի։ Անահիտ, սա մի աշխատանք է, որ շատ մեծ ջանք է պահանջում եւ այս գործում կարեւոր են ոչ միայն վերաբերմունքը, ապրումակցումը նրանց, այլ նաեւ ֆինանսական կայուն աղբյուրները։ Եկեք խոսենք նաեւ այն համագործակցությունների կարեւորության մասին, որոնց շնորհիվ դուք կարողանում եք իրականացնել ձեր նպատակները։ Իրականում 2019 թվականից առ այսօր մեր աշխատանքները, որ տանում ենք երեխաների հետ, դա բացարձակ անվճար է։ Խոսքը գնում է երաժշտական գործիքների սովորեցնելուն, ոչ այդ երաժշտական ծրագիրը, որ մենք իրականացնում ենք ու այն հոգեվերականգնողական աշխատանքները, որոնք եւ իրականացնում ենք մեր ճախրուկ մշակութային կենտրոնում, որից օգտվում են ոչ միայն էթնոերաժշտախմբի երեխաները։ Սա ուղղակի մեր կյանքի որոշումն է իմ եւ Աննայի, որ մենք այս աշխատանքը չենք կարող գումարով անել, որովհետեւ ինքը շատ մի խոսքով չենք պատկերացնում, այսպես ասած, որովհետև դու չես կարող մի բան անել ու սպասել, հատկապես այս աշխատանքի մասին է խոսքը, աշխատավարձ ստանամ, աշխատանքից ժամը ավարտվեց, չկա մեզ մոտ նման հասկացողություն ընդհանրապես։ Մենք կարող ենք գնանք մեր ճախրուկ, ուղղակի նստենք երեխաների հետ սուրճ խմենք, մեր հարցերը քննարկենք, իդեպ մեր ցանկացած լուրջ որոշում, մեծ նախաձեռնություն, առաջին իմացողը մեր ճախրուկ նվագախմբի երեխաներն են։ Առաջին ուժ տվողը իրենք են եւ պետք է հետևես իրենց, որտեղ դու անում ես իրենց համար ու իրենց հետ։ Իրենց հետ։
Այս տարի արդեն կկայանա մեր ճախրուկ միջազգային փառատոնի 5-րդ տարին եւ իրականում այդ ամենը շատ մեծ ջանքեր են պահանջում թե ֆինանսական, թե մնացած այլ կազմակերպչական առումներով եւ իրականում դա մենք միայնակ չենք կարող կյանքի կոչել։ Մեզ օգնում է աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ճախրուկի ընկերները, բարեկամները եւ այդ մի մեծ թիմով կարողանում են յուրաքանչյուր տարի կազմակերպել այդ ահռելի մեծ միջոցառումը, որին մասնակցում են հարյուրավոր հատուկ կարիքներ ունեցող երեխաներ ու նաև հանրակրթական դպրոցներից, արվեստի դպրոցներից, որովհետև մենք չափազանց կարևորում ենք հենց այս երեխաների շփումը փառատոնի շրջանակներում հանրակրթական դպրոցի երեխաների հետ, արվեստի դպրոցի երեխաների հետ, նաև ունենք միջազգային հյուրեր յուրաքանչյուր տարի եւ ովքեր յուրաքանչյուրը իր հենց ազգային երաժշտությունն է ներկայացնում։ Սկիզբը եղել է Խարբերդի մասնագիտացված մանկատունը եւ պատահական չէ, որ այս տարի մենք այդ ամենը կկազմակերպենք հենց Խարբերդի մասնագիտացված մանկատանը։ Երևի թե 3 օր կտևի փառատոնը, որի շրջանակներում մենք ունենանք միջազգային կոնֆերանս, շատ յուրահատուկ խորքային թեմայի քննարկման շուրջ։ Գործընկերների շարքում ես կնշեմ նաև մարդու իրավունքների պաշտպանին մեր Հայաստանի Հանրապետության, ինչպես անցած տարիներին, այս տարի եւս նրանք կլինեն մեզ գործընկեր, ինչպես նաև մեր մյուս գործընկերները եւ այս տարի եւս այդ կարևոր միջոցառումը կյանքի կոչենք ու վստահ եմ, որ ելի մենք ունենանք հարյուրավոր երեխաներ, ովքեր որ ունեն դրա կարիքը։ Վերջերս համագործակցության հուշագիր կնքվեց նաև Դիգնիսիի հետ եւ Դիգնիսին կկարողանա օժանդակել մի շատ կարևոր նախագծի իրականացման աշխատանքներին, բայց այդ մասին կուզեմ դուք խոսեք Անահիտ։ Երբ որ մենք ունեցանք Խարբերդի մանկատանը մեր սենյակները, Աննան ասաց մի պատ ունենք, ասեց եկեք այստեղ մեր երազանքների տները նկարենք ու յուրաքանչյուր երեխա ընտրեց իր տունը ու նկարեցինք իրեն ում հետ որ ուզում էր։ Մեկը իր մամայի հետ, մեկը Շունիկի հետ, մեկը մանկատան տնօրենի հետ։ Մի խոսքով դա իրենց տուններ, իրենց երազանքներն էր, արեցինք այնպես, ինչպես որ իրենք էին ուզում ու ամեն վարքյան մենք չենք կասկածել, որ մենք պետք է այս ճախրուկ թաղամասը կյանքի կոչենք։ Չգիտեմ ոնց, բայց այդ վստահությունը շատ մեծ է եղել ու շատ պատահական հայտնվեց մեր կյանքում Դիգնիսի ընկերությունը ու ես դա պատահականություն չեմ համարում, երևի հենց այդպես էլ պետք է լիներ ու այսօր մենք արդեն այդ մեծ երազանքը, որ մեզ համար դեռ շոշափելի չէր, հիմա մենք արդեն զգում ենք, որ մենք շատ ռեալ մոտենում ենք արդեն մեր երազանքին։ Անահիտ նշեցիք, որ ճախրուկի մի պատը դարձավ թաղամաս, հենց այդպես էլ կոչվեց ճախրուկ թաղամաս։ Եկեք հակիրճ թեկուզ կամ միգուցե նաև ձեր պատկերացումներով ներկայացնենք, ինչ տեսք է ունենալու այդ թաղամասը, ինչ կառույցներից է բաղկացած լինելու։ Նույնիսկ անվանումը մենք որոշեցինք երևի թե թաղամաս չենք կոչի, որովհետև կընտրենք մի բան, որը որ ճախրուկ անվանը բնորոշ կլինի եւ այդ անունը մենք որպես բնակուտ ձևակերպեցինք, իրականում բնակուտը շատ ավելի փոքրիկ, գյուղական, կոլորիտային տնակներ են, որպես բնակավայր է բնորոշում ու խորհրդանշում է բարեբերություն, նույնիսկ ընտանիք, սեր, ջերմություն շատ ամփոփվում է հենց բնակուտ բառի մեջ եւ շատ ուրախացանք, որ հենց այդ բառը գտանք, այնպես որ ինքը կոչվի ճախրուկ բնակուտ, դե արդեն ասացի, ինքը կլինի գյուղական, տաքուկ, ջերմ, փոքրիկ, շատ յուրահատուկ տնակներ, որը որ կսազի մեր ճախրուկներին։ Դա չի լինելու սովորական մի բան, չի լինելու ստանդարտ տներ, լինելու է երազանքների տներ, այսպես ասած, որտեղ որ ապրելու են մեր ճախրուկները։ Անահիտ, շնորհակալ եմ այսչափ հետաքրքիր, հուզական ու պատասխանատու զրույցի համար, հաշվի առնելով, որ սա նաև ուղերձ է հանդիսանում մեզ դիտողներին,
Ձեզ անսահման շարունակական ու նորանոր հաջողություններ եմ մաղթում եւ ամբողջ Դիգնիսի անունից եմ ուզում ասել, որ այս ճանապարհին մեր ուժերի ներածի չափով մենք ձեր կողքին ենք լինելու։ Շնորհակալ եմ անչափ, շնորհակալություն հրավերի համար եւ եւս մեկ անգամ շնորհակալություն այս ճախրուկի ամենամեծ երազանքը կյանքի կոչելու հույսը մեր մեջ սերմանելու համար։ Շնորհակալություն շատ։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը Ճախրուկ մշակութային հասարակական կազմակերպության համահիմնադիր Անահիտ Մխիթարյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում Քրիստինե Հովհաննիսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Դիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։